Սարժ, երբ մենք զրուցում էինք, դու ինձ ասացիր, որ ամենաչսիրածդ հարցը, որ քեզ տալիս են, դա այն է, թե ինչ զգացիր, երբ առաջին հորիզոնականը զբաղեցնելուց, այդպես առաջին պատվո հարթակին կանգնեցիր, այդ զգացողություններից մասին չես սիրում խոսալ։ Ինչու՞։ Որովհետև դա աննկարագրելի զգացողություն է։ Բայց նա հաճելի։ Հաճելի է, բայց դու չես կարող ինչ որ կզգաս, այդ նույնը բացատրես բոլորին։ Հայրենիքն ու քաղաքը ինչ տեղ ունեն քո գործունեության մեջ։ Ինչ որ առումով մեծ դեր են խաղում։ Երևի իրանց ջերմությամբ, ոգես շնչումով, ասի։ Ինչ ազդակներ է ստանում, մրցումների ժամանակ հիմնականում ինչ են շատ ոգևորիչ խոսքեր են ասում, ինչպես են ոգևորում մարդիկ։ Մրցումների ժամանակ այդ ուշադրություն չես կնատացնես, թե ով ինչ Կենտրոնում ես քո ելույթին։ Ենթադրենք հավես չունես այդ օրը մարզումների գնալու կամ որևէ բան անելու։ Ո՞րն է քո ամենամեծ մոտիվացիան, ինչն է քեզ մոտիվացնում։ Այդպիսի դեպք չեմ հիշում, որ եղել է, որ ես չուզենամ միշտ մարզումների, բայց մոտիվացնող խոսք եղել է իմ մարզիչի բոլոր խոսքերը, թեկուզ նույնիսկ ներկայությունը։ Միայն։ Շատ խիստ է մարզիչը, Սաշա։ Երբ որ պետք է խիստ է, երբ որ պետք չէ, մեր հետ հանգիստ։ Իսկ երբ է պետք որ խիստ է։ Երբ որ չեն կարող կենտրոնանալ, մոդենալը սարածողեն։ Այսինքն ամենակարևոր բանը կենտրոնացումը։ Դե հա։ Սաշ, արդեն 8 տարի է դու ծանրամարտի ոլորտում ես եւ ինչ հաջողություններ, ինչ կառանձնացնես, որոնք քեզ համար այս մեծ հաջողություններ են։ Ամենամեծ հաջողությունս եղել է 2024 թվականի փետրվարին։ Հենց մարզիչի ծնունդի օրը դարձա մեծահասակների Եվրոպայի չեմպիոն։ Դա եղել մեծ հաջողությունս, դրանից հետո մեծահասակների աշխարհի բրոնզե մեդալակիր դարձա։ Դա 2009 թվականից այս կողմ չէր եղել մեծահասակների աշխարհում։ Դրա համար շատ ուրախություն եղավ բոլորիս համար։ Իսկ ինչ նախասիրություններ ունես սպորտաձևից դուրս։ Սպորտաձևից դուրս սիրում եմ նվարել, պարել, անժամանակ երգել, բայց ոչ բոլորի մոտ ինքնուրույն։ Սաշ, քանի որ մենք ներկայացնում ենք ինչ են արել քաղաքի մարդիկ, քաղաքի սրտով, հա, որպեսզի այսպիսի մարդիկ շատ լինեն, քո նման եւ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հաջողակ մարդիկ շատ լինեն։ Ինչ խորհուրդ կտաս։ Ինձ թվում է, որ ամենակարևորը մարդն առն է, որ հաջողությունից հետո, բայց երբ որ դեռ հաջողություն էլ չունես, պետք է նախ ցկտես ինչ-որ բանին, հավատաս ինքդ քեզի, որ կարող ես հասնել ինչ-որ բանին ու գնալ առաջ։ Դե ինչ հավատացեք ձեզ, ձեր ուժերին եւ ձեր նպատակներին հավատարիմ եղեք։ Իսկ հաջորդ տեսանյութերը կլինեն շատ շուտով այն մարդկանց մասին, ովքեր ինչ-որ բան են արել քաղաքի սրտով։